Եվ այսպես, ինչպես կարելի էր ուշանալ այս հրաշալի կրուիզից։ Այո, մեզ հետ էլ պատահեց։ Ինչպես միշտ 2 օր շուտ մեկնեցինք նավահանգստային քաղաք, այս անգամ Աթենք։ 2 օր հրաշալի ծովափնյա հանգիստն ու աշխատանքը համատեղելուց հետո դե հյուրանոցն ազատելու մինչև վերջին վայրկյանն աշխատանքային է մեզ մոտ։ Ըստ մեր ժամանակացույցի առնվազն 3 ժամ առաջ նավի նստեցումից տաքսի պատվիրեցինք, ընդ որում պրեմիում, դեպի Աթենքի Լավրիոն նավահանգիստ, որը առավելագույնը 1.5 ժամ հեռավորության վրա էր գտնվում մեր հյուրանոցից։ Հանուն ճշմարտության պետք է նշեմ, որ պետք էր ավելի շուտ ճանապարհ ընկնել։ Մեքենայի վարորդը շատ հանգիստ 60-ի տակ իր հավեսով վարում էր, դե եթե չլիներ անսարքությունը, գուցե այդ կերպ էլ հասցնեինք։ 30 րոպե անց մեքենայի շարժիչի հետ կապված խնդիր առաջացավ։ Վարորդը համոզեց, որ 10 րոպեից կավարտի, 10-ը դարձավ 20, 20-ը 30, փորձեցինք այլ տաքսի պատվիրել, այնպիսի մի տարածքում էինք, որ ոչ մի տաքսի չէր գալիս։ Մի խոսքով մեծ դժվարությամբ հասանք նավահանգիստ։ Ամբողջը հավաքած էր, նստեցումը փակված։ Ոչինչ չենք կարող անել, դուք ուշացել եք։ Հաջորդ մեր կանգառը Միկոնոսն էր, որին հասնելու համար 1000 եվրո պետք է տայինք, որ փոքր նավակներով մեզ հասցնեին նավին։ Դեֆերի տեսակի նավակներ այդտեղից չեն շարժում։ Եթե չլիներ նավահանգստի այս հրաշք մեծահոգի կնոջ մոտեցումն ու պատրաստակամությունը, մենք կամ կկորցնեինք մեր կրուիզը, կամ մեծ գումարներ կծախսեինք նավի հաջորդ կանգառ հասնելու համար։ Դե մի քանի զանգեր արեցինք մեր գործընկերներին, պատկերացրեք օրինակ, ինքնաթիռն արդեն դուռը փակել պատրաստվում է թռիչքի, մեկ էլ զանգում են օդաչուին եւ խնդրում սպասել։ Թե ինչ խոսեցին հունարենով սահմանապահն ու մեր շատ սիրելի գործընկերը չեմ կարող ասել։ Միայն մեր սիրելի Ռոմանան, ճշտեցին կանոնը իդեպ վերադարձին, վերցրեց մեր անձնակներն ու ճամպրուկն ու վազեց, դե մենք էլ իր հետ մոտավորապես 500 մետր սուլելով, կանգնեցնելով նավին վազում է։ Մեկ էլ լսեցի նավի սուլոց, դե վերջ ես հույսս կորցրեցի, նավը շարժվեց։ Ռոմանան ավելի արագ սկսեց վազել ու հանկարծ լսում եմ արդեն նավի նավապետի ձայնը. No need run, we are waiting you։ Ինչ է ասածս, սիրելի կրուզասերներ, ձեր մուտքի ժամից առնվազն մի քանի ժամ շուտ պլանավոր եք լինել նավում։ Կարող է մեքենան փչանալ, կարող է գնացքում լույսերն անջատվել, կարող է ինքնաթիռն ուշացում տալ եւ շատ կարողաներ։ Հիշեք, նավը ոչ մեկին չի սպասում։ Իսկ որ նկարը համբում էր այս ամենը, ես իմացա արդեն նավում։ Փաստորեն այս կադրերը հենց ձեզ համար էր արված։